Հոկտեմբերի 19-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դիկ կա։ Նշված վայր են մեկնել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշտա Բայմուրադովայի դիակն է։ Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում է կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ օրեր առաջ համացանցում տեղեկություններ հայտնվել այն մասին, որ Այշաթ Բայմուրադովան հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Քանաքերձեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր վերջինս։ Հոկտեմբերի 15-ին դուրս էր եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից ու այլևս չէր վերադարձել, հաղորդում էր ներկայացվել հոկտեմբերի 17-ին։ Մարդիկ ամենուր որոնում էին տվյալ աղջկան։ Հավելենք նաև, որ նմանատիպ ողբերգական դեպքերը վերջին օրերին Հայաստանում շատ են տեղի ունենում։ Գրեթե ամեն օր տեղի են ունենում սպանություններ, ինքնասպանություններ։ Ընդամենը օրեր առաջ կյանքից զրկվել էր հայտնի էնդոկրինոլոգը։ Ավելի վաղ այս մասին հայտնել ենք մեր հետևորդներին։ Հայաստանում զոհված Մարինա Հայրապետյանի եղբայրը մանրամասներ է հայտնել նրա սպանության մասին։ Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 17-ին իր սոցցանցերում պատմել է Զովաշենում տեղի ունեցածի մասին։ Այս մասին գրում է Դոնդեյը։ Այդ օրը տեղի է ունեցել ռոստովցի էնդոկրինոլոգ Մարինա Հայրապետյանի ուղարկավորությունը։ Ողբերգական իրադարձությունից հետո տղամարդը ուժ է գտել պատմել քրոջ մահվան հանգամանքների մասին։ Նա ուղերձ է ձայնագրել լրատվամիջոցներին, նպատակ ունենալով ցրել նրա մահվան մասին սխալ լուրերը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մահվան օրը Մարինա Մուշեղովնան ամուսնու հետ մեկնել է Հայաստան իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ են առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել է անծանոթ տղամարդ հրացանով։ Տղամարդը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին և հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ, նրանք պառկած էին նույն տաղավարում, իսկ հանցագործին գտել և ձերբակալել են։ Ինչպես պարզվել է, ամեն ինչ մի փոքր այլ է եղել։ Մարինան գնում էր մի տղամարդու հետ, որն աշխատանքներ էր կատարում իր բնակարանում կահույքի վերանորոգման գծով։ Վերջինիս մայրն իրեն վատ էր զգում, և կինը գնում էր նրա մոտ բժշկական խորհրդատվություն տրամադրելու համար։ Ճանապարհին Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի այդ տարավաղտ վայրի մոտ զինված տղամարդը նրանց կանգնեցրել է ճանապարհին, նստեցրել նրանց մեքենան, տարել դաշտ և այնտեղ նրանցից պահանջել բանալիները, պատմել է Դավիթը։ Այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունեցել, դուք շատ լավ գիտեք, և իմ քրոջը սպանել է այդ մարդը, այդ գազանը և Վահե Մարտիրոսյանին։ Դեռևս քննությունը պարզում է կատարվածի ամբողջական պատկերը։ Ողբերգական իրադարձության շատ պահեր դեռ պետք է բացահայտվեն։ Նրան ուղարկավորեցին, և ահա ինձ սկսեցին հաղորդագրություններ ուղարկել։ Քո քրոջ մասին է խոսքը, քո քրոջ մասին է, ես պարզապես կարդում եմ և մենք բոլորս վատ ենք զգում։ Ես անպայման պետք է հանդես գայի և պատմեի այդ մասին, նշել է զոհվածի եղբայրը։ Մարինա Հայրապետյանը ուղարկավորվել է հոկտեմբերի 17-ին Ռոստովի մարզում։ Տաղանդավոր բժշկի հետ հրաժեշտը իսկական փորձություն է դարձել նրա հարազատների համար։ Զոհված կինը դեռահաս դուստր ուներ, գրում են ԶԼՄ-ները։ Նշենք նաև, որ ավելի վաղ մենք ներկայացրել էինք ողբերգական դեպքի մանրամասները։ Համացանցում տարբեր տեղեկություններ էին հայտնվում ոճրագործի մասին, ինչպես նաև նրա կատարած գործողությունների վերաբերյալ։ Արամուսում ամուսիններին սպանած Ստահակ Ճիվաղը իր սև գործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է։ Իր սև գործը երկրորդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին։ Կրակոցները արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինա Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին։ Կասկածյալը հայտնաբերվել էր ներքին գործերի նախարարության
նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ օպերատիվ տեղեկությունների սպանության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն էին։ Այնուհետև Ստահակը իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ գազար հավաքելու։ Հրազենով զինված մոտեցել է նրանց և իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի։ Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված փորձօրինական հրացանից։ Հոկտեմբերի 12-ին առողջվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ներքին գործերի ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան։ Տեղական ժամանակ է Շամշյան աղազանգեր է ստանում Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչներից և այնտեղ գործող մանկապարտեզ հաճախորդների ծնողներից, ովքեր իրենց վրդովմունքն են ուղղում Վիոլիա ջուր ընկերության հասցեին։ Հոկտեմբերի 14-ին բնակիչներն, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Մոտ 2 ամիս է այս գարշահոտն ենք խնդրում»։ Դիտահորից կեղտաջուրն իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է։ Ուր ասես դիմել ենք Երևանի քաղաքապետարանի թեժգից, Էրեբունու թաղապետարան Վեոլիա ջուր, սակայն ոչ մի դրական պատասխան։ Վեոլիա ջուրը ասում է, դա մեր տիրույթում չի, մենք նման ջրահեռացման գիծ չունենք մեզ մոտ հաշվարկված, հետևաբար անելիք չունենք։ Հիմա չգիտենք ով է սրա դեմն առնելու։ 2 անգամ նույնիսկ մանկապարտեզ հաճախելուց 2 երեխա է ընկել կեղտաջրերի մեջ, սովորաբար ամառն ասում են լուսամուտները բաց պահեք։ Մեզ մոտ դուռ լուսամուտն ենք զմռսել, որ այս հոտը չմտնի տներով։ Խնդրում ենք, պահանջում ենք մի բան արեք, մի ամբողջ թղամաս փրկեք այս կեղտից ու գարշահոտից, թե չէ ինչի է նման հակասանիտարական վիճակ ու ամեն պահի վարակի ստեղծում ու բռնուկում, նշել են բնակիչները։ Հոկտեմբերի 14-ին Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի երկրորդ շենքի բակում իր կողմից կայանված իրեն պատկանող Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենան թալանել են։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը, ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով անհայտ անձը կամ անձինք Սամվել Խ-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը, կապոտ, լուսարձակները, 7 հայելիները, նրան պատճառելով մոտ 1,5 միլիոն դրամի վնաս։